Միրզոյանը խոսել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից, պնդելով, որ անկախության հռչակագիրը ամենևին սահմանադրության մաս չի, ուստի այն Ադրբեջանից տարածքային պահանջ չունի։ Փոխարենը անդրադարձել է Ադրբեջանի սահմանադրությանը, հայտարարելով, որ իրենց անկախության հռչակագիրը Հայաստանից տարածքային պահանջներ ունի։ Մենք տեսնում ենք եւ ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ եւ կրկին բացատրեմ, սա պարզապես հայելային հակադարձում չէ։ Իրենց սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց անկախության հռչակագրին։ Այսպիսով իրենց անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին ադրբեջանական հանրապետության իրավահաջորդն է եւ առաջին ադրբեջանական հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչեւ Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է։ Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը։ Հայաստանի իշխանությունը վախենում է պատերազմից, սրանից օգտվում է թե Թուրքիան, թե Ադրբեջանը, ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Անդրադառնալով Միրզոյանի հայտարարություններին խաղաղության պայմանագրի մասին, քաղաքագետն ասել է, խաղաղություն չի լինելու, որովհետև Ադրբեջանը չի ցանկանում։ Բնականաբար ոչ մի խաղաղության պայմանագրի մասին խոսք չկա։ Ադրբեջանը ուղղակի փորձում է ստանալ ավելին, քան նույնիսկ ինչ-որ գրանցված, եւ հիմա այսպես կոչված վայնգեզուրի միջանցքն են փորձում ստանալ, իսկի խնդից են փորձում հրաժարվել, հաջորդ փուլում նոր տարածքներ պետք է պահանջեն Հայաստանից այսպես կոչված ճակատներով անձավները